Թող հանգիստ լինեն, ճգնաժամ չի լինի, ուրեմն դուք գիտեք, որ ինչ հայտարարություններ արեցին, լսեցիք, խմբակցություններ ինչ հայտարարություններ արեցին, որևէ մեկը հակասող հայտարարություն արեց, բայց մինչ այս հայտարարությունները ընկերները կվերջացնեն միտքս, բոլորը եկան եւ միաբերան ասեցին, որ աջակցում ենք, սատարում ենք ամենաշատ քվեներ ստացած տեխնացուին։ Եվ սա հրաշալի օրինակ է Հայաստանի Հանրապետության համար։ Ոնց կարա միասնական ընդդիմությունը ջախջախի, տապալի, գետնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եվ դրա համար ես շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ բոլորին, այն մարդկանց, որ տարիներ շարունակ պայքարել են այս ռեժիմի դեմ, պայքարել են այս իշխանությունների, որ թուրք-ադրբեջանական շահերն են սպասում։ Իսկ Գյումրին օրինակ կծառայի Երևանին։ Գյումրին պետք է օրինակ ծառայի բոլոր տեղերը։ Գյումրին, Փարաքյարը, մենք մոռանում ենք նաև Փարաքյարի մասին։ Ես նաև շնորհավորում եմ այդ հաղթանակի կապակցությամբ։ Ինչ եղավ, այնտեղ էլ նախարարներ, էլ, չգիտեմ, վարչական ռեսուրսներ, էլ սպառնալիքներ, էլ ես չգիտեմ ինչեր։ Պաշտպանության նախարարից սկսած գնացել քարոզարշավի մասնակցում էին։ Ինչ եղավ։ Ջախջախվեցին ուղղակի, ջախջախվեցին։ Քաղաքում էլ 9%-անոց քվ են ստացել մարդագողությամբ, որ ժողովրդական լեզվով ասած անասնագողությամբ փորձել են բանան, զավթել են, ասիկն ոչ թե փորձել են, փորձեցին եւ զավթեցին իշխանությունը։ Հիմա էլ չի եղել, այն ինչ որ են պլանը, որ մշակում են Երևան քաղաքում, այդ պլանը չիրագործվեց, հարգելիս։ Ինչ են ուզում անեն, Երևան քաղաքի օրինակով ուզում են ստե նույնը անեն։ Իբր էլ այստեղ ընդդիմադիր են, հա, նույն ուժը ոնց կարա Երևան քաղաքում իշխանության հետ մաս կազմի, այստեղ էլ ասի ընդդիմություն է։ Տեսանք ինչքան քվե ստացան։ Տեսեք, մենք նոր լսեցինք հայտարարությունները, բայց մինչ այս հայտարարություն կար մեր քաղաքի կողմից, որ ընտրելու են միայն քաղաքապետ, դրանից հետո գուցեև համագործակցություն կոալիցիա չլինի։ Այս դեպքում ինչ է լինելու ընդդիմադիր։ Չլինի, ով ասել որ պարտադիր։ Դա իրեն ճգնաժամ չի առաջացնում։ Մի րոպե, պարտադիր չի որ կոալիցիա լինի։ Կարա եւ կոալիցիա չլինի։ Խոսքը չքվեարկելու մասին։ Կարա կոալիցիա չլինի, ինչ որ որոշումների կարան կողմ քվեարկեն, կարան դեմ քվեարկեն։ Դա աշխատանքի արդյունք է։ Այդ ժամանակ արդեն ուրեմն համայնքի ղեկավարը եւ ավականին իր հետ պետք է համագործակցի, ես չեմ կարծում, եթե նորմալ այդ համագործակցությունը կարծում կկայանա, ես չեմ կարծում դրա մեջ խնդիրներ կլինեն։ Իսկ կլինեն ինչ որ տեսակետների ուրեմն տարբերություններ, կարող է լինեն տեսակետների տարբերություններ, նորմալ չի դա, նորմալ է, բայց ընդհանուր լուծումներ ես կարծում եմ կգտնվեն։ Սա ընդհանուր, գիտեք ինչ, սա մենակ Գյումրի քաղաքի ընտրության հարցը չի, այսինքն, սա մեր երկրում գլոբալ փոփոխությունների ուրեմն նախանշաններն ու ընթացքն է։ Եվ ես կարծում եմ, որ մենք հաջողելու ենք եւ այս առումով շնորհավորում եմ բոլորին, այն մարդկանց կրկնում եմ, որոնք որ այս պայքարը տարել են, նաև ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տեխնացուներին։ Իրենց բարձր ուրեմն կարգապահության, իրենց խոսքի տերը լինելու, իրենց այս ընթացքում շատ ճիշտ են պահել բացառություն կազմաքաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն, որը որ ժամանակին արգելում էր իմ մուտքը Գյումրի, ասում էր Գառնիկ Դանելյան ինչ գործ ունի Գյումրիում, այսինքն ԿՊ պատգամավորները, նախարարները, ամբողջ իրանց թիմը կարա Գյումրի գա, ինձ էլ փաստորեն արգելված էր։